Հաջորդ հարցը, որ դատարանը քննության առարկայադարձնում, դա 317 հոդվածով նախատեսված գույքային պատասխանող ճանաչելու հարցն է, քանի որ Սյուն Վավիթով գույքային հայց առկա չի, այս հարցին համարենք լուծված։ Ինձ հիմա ասեմ եք, որ այլ դատական նիստեր Այդ դեպքում ինչև է դրա նշանակությունը քննարկական հարց կա, էլի։ Հիմա դա անեն, հա։ Տեսեք, Սրբազանը առողջական որոշակի ստուգումների անհրաժեշտություն ունի, որը յուրաքանչյուր տարի իրականացրել է, մասնավորապես հայ-կանադական բժշկական կենտրոնում եւ Իզմիրյան։ Ոստի պիտի խնդրեմ դատարանին թույլ տալ, նախապես արդեն մենք ճշտենք բժշկական կենտրոնի հետ դա երբ կլինի, որպեսզի գնա հետազոտվի եւ համապատասխան հաստատավորումը ու առանձին ուղարկենք դատարան։ Նախապես ճշտեք, որ օրը պետք է ներկայանա, 1 օր, 2 օր առաջ գրավոր դիմեք դատարանին, դատարանը թույլ կտա բոլոր բժշկական տեղանքները զգուշություններն են ստանում։ Դատարանը գեր ծանրաբեռնված անիստերով ու այլ դատական նիստեր կա նշանակված կալանավորական ժամներ դրանում մենք այսօրվա նիստը կհետաձգենք, նշանակենք այլ հերթի, ուրեմն ըստ դատարանի ծանրաբեռնվածության պայմանների կողմերին ուզում եմ տեղեկացնեմ, որ մենք հաջորդ նիստը որ նշանակենք Հուլիսի 3-ից շուտ չեմ կարող նշանակել, հուլիսի Արգելիները Արգելի գործընկերներ կարծում եմ ինքներդ կհասկանաք իրավիճակը, եթե 300 քրեական գործ կա վարորդումս ինչ պետք է լինի վիճակը։ Երբեք դատարանի նման որոշումներ չեք առարկում, իհարկե ցանկալի է որ շաբաթ։ Ես կուզենամ շուտ նշանակեմ, բայց եթե պետք է 15 րոպեանոց նիստ նշանակեմ, դա կլինի արդեն թոս փչոցի։ Ավելի լավ է մենք ամսի 3-ին նշանակենք, նորմալ մի 2 ժամ աշխատենք։ Եվ ամսի 3-ին նշանակելով հիմա մի քանի օր էլ նախապես պայմանավորվենք, նշենք, որ կարողանանք այդ նիստերը նորմալ անցկացնել։ Ժամը քանիսի։ Ընդմիջում մինչև հուլիսի 3-ը ժամը 16:00։ 16:00-ից մինչև այսինքն ժամը 4-ից 6-ը 2 ժամ աշխատենք լրիվ բավական։ Մինչև ընտրությունները չեն կարող նշանակել։ Ավելի։ Այդ բաներից նիստը հայտարարում են փակված։ Կոնետ բանը, կենաշարժանությունը բացի, մինչև հուլիս Այո, ժամը 16:00 է։ Ես խնդրում եմ խնդրեմ դահլիճից դուրս գան բոլորը։ Հիմա ժողովուրդը դուրս գան, մենք մնանք գործընկերներով որոշենք օրերը։